Մարտի 7-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու համար, հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը եւ դրանց լուծումների նախանշումը երկուստեք օգտակար կլինեն։ Մենք շատ կարևորում ենք տարեսկզբյան այս մեր համատեղ վերլուծությունները նախ կատարած աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների ու մարտահրավերների ուղղությունների ուրվագծումը։ Մենք այս տարի, պարոն նախարար, կենտրոնացել ենք առաջնահերթ բոլոր հանցագործությունների շատ հասցեական եւ արագ բացահայտմանը, նախաքննության իրականացմանը եւ դատարան ուղարկելուն։ Պարոն նախարար, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել բանակում կարգապահությանը, նաեւ ես շնորհակալ եմ, որ ձեր հրավերով ես մի քանի վարպետաց դաս եմ, մեկն անցկացրել եմ, եւս մի քանիսը կանցկացնեմ մեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումներ նվազեն բանակում եւ սպայական առաջնորդությունը լինի, հրամանատարական առաջնորդությունը լինի մեր եւ ձեր համատեղ աշխատանքի արդյունքը բանակում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Գործընկեր կառույցների այս համագործակցությունը էական դերակատարում է ունենում շարքերում համագործակցությունը ավելի ինտենսիվացնելու համար, որովհետև մենք սրանով նաև ցույց ենք տնում, որ գործընկերային համագործակցությունը ամենաառաջնայինն է եւ բանակում կարգապահությունը նոր մակարդակի բերելու եւ բարձրացնելու համար մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր համագործակցությունը եւ իհարկե ողջունում եմ, որ դուք քայլեր եք ձեռնարկում նաեւ զինվորական դատախազության տարբեր օղակների ավելի մոտ դարձնելը մեր զինվորական օղակներին։ Իհարկե զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաեւ մահվան դեպքեր եւ ինչպես նշվեց, այո, դրանց բացահայտումները շատ կարեւոր են ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մենք մեր աշխատանքով կարողանանք կանխել այդ դեպքերը եւ ես պիտի նշեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ակտիվ ներգործության պայմաններում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել եւ կանխվել, որը կարող է բերել ցավալի հետևանքների, բայց հետեւական աշխատանքը պիտի չդանդաղի եւ գործընկեր կառույցների այս համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակը օր առաջ դառնա ավելի կարգապահ։ Հանդիպման ընթացքում զինվորական դատախազության 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։ Ամփոփման ավարտին Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։